Հաճա, ես մի հատ հաց ունեմ նախորդ դասի այդ սլայդները, եթե դժվար չի մի հատ կբացեք։ Угу. Հենց սկիզբը, ամենասկիզբը, Ага. երբ որ այդ գիծն էինք գտնում, ահա, հենց է սկիզբը, երբ որ գիծն էինք գտնում, ասացիք, ինչ որ գծից սկսում ենք, հետո գնում ենք այդ ամենաօպտիմալ գիծը գտնում ենք, ահա, այստեղ։ Բայց այս, ահա, այս А. սլայդներ, բայց Угу. այս հավասարումը, այդ որ գրել եք 2y-ի հանած, ինքը հենց մի որոշակի լուծում ունի, չէ՞ արդեն, ուզում ասեմ, այլ ինչ որ փորձարկման արդյունք չի, չէ՞, ինքը հենց այդ թետաները կարողանում ես գտնես առանց ինչ որ կետից սկսելու, թե ես սխալվում եմ։ Այսքան հենց անալիտիկ ուղղակի բանաձևով Հա, այս գտնվում է, ինքը հա։ լուծում ունի, չէ՞, այդ հավասարների համակարգը, դե ինքը հավասարների համակարգ է դառնում, չէ՞, երբ որ հավասարեցնում ենք 0-ի։ Հա, հա։ Այսա, Հա, ինչ հա, որ այս sense հակլես։ փակ լուծում ունի, չէ՞, ուզում ասեմ ինքը ինչի ենք ինչ որ մի թետա, որտեվ ես հիշում եմ, ասացիք, ես մի գծից սկսում ենք, հետո գնում ենք այդ գիծը գտնում ենք, բայց հենց այդ գիծը այդ լուծումով գտնվում է, չէ՞։ Թե ես սխալ գիտեմ։ Հեն, չէ, չէ, շատ ճիշտ գիտեք, այսրան հանրի ժամանակ մի թեթև առնչվել ենք, այս իրոք հենց այսենց միջին քառակուսային շեղում նվազեցնել գծային ռեգրեսիայով խնդիրը ունի անալիտիկ լուծում։ Սա որ ածանցյալը հավասարացնենք 0-ի, ստանալու ենք բանաձև մոտավոր տենց x տրանսպոզացված x-ի հակադարձ, x տրանսպոզացված y, այդ որ ուղղակի հաշվենք, всё, միանգամից ամենաօպտիմալ թետան ունենք։ Բայց խի ենք օպտիմիզացիա անում, կարող է իրականում նույնիսկ այս խնդրի համար, եթե տվյալները բավարար մեծ լինեն, այդ x տրանսպոզացված y հակադարձ չնայած իրականում այդպես չենք անում, գծային ԳՀՀ լուծելով ենք անում, այդտեղ հանրից մի քիչ կպնենք, բայց ամեն դեպքում կարող է ոնց որ մեծ դատայի դեպքում չուզենանք կամ չկարանանք անալիտիկ լավագույնը գտնենք, փոխարենը տենց քայլ առ քայլ մի քիչ լավացնելով գնանք, այս որպես տենց թույլ արգումենտ։ Ուժեղ արգումենտը այն է, որ սա ոնց որ ահավոր յուրահատուկ դեպք է, էլի, որ մենք ունենք անալիտիկ լուծում։ Հիմնականում ունես բանաձև է գալիս, օրինակ համար, եթե այստեղ մի հատ գումարեմ, ասեմ գումարած լյամդայի բան, բացարձակ արժեք, լյամդայի մոդուլ, L1 նորմ ավելի ճիշտ ասած, այդտեղ արդեն չկա, բանաձև չկա, որով կարանք լուծենք, միակ տարբերակը այդ իտերատիվ ձևով առաջ գնալն է, էլի։ Ու այդ դրա կարգի տարբերակները իրականում տես ճնշող մեծամասնություն են կազմում, էլի։ Okay, Հա, մերսի շատ, մեկ էլ gradient descent-ի հետ կապված մի բան հարցնեմ, այդ դե բնականաբար գիտե այդ հանրից որ լավագույնը դե էդի ածանցյալը gradient-ը հավասարեցնել 0-ի։ Այդ gradient descent-ի ամբողջ իմաստը այն է, որ այդ ոչ միշտ է, չէ՞, երևի թե լինում այդ բանը հաշվելը բազմաչափ անալիզում ածանցյալներ, դրա համար հաշվում եք լոկալ կետում ու սկսում եք կամած իջնել, ինքը միտքը դրանում էր, չէ՞։ հա, 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 գերազանց։ Ոնց որ այսա հավասարացնենք 0-ի լուծում կստանանք, բայց մնացած 99% դեպքերում չենք ունենա։ Հա, բայց ուղղակի կետում կհաշվենք ածանցյալը ու տենց կիչացնենք, տենց հա, որտեվ մեկը էլի gradient descent-ում էլա, չէ, ածանցյալ հաշվում ու դրա ուղղությամբ շարժվում, ու հակառակ ուղղությամբ շարժվում։ Հա, հա, ուղղակի ոնց որ այդ ածանցյալին 0 հավասարնելու կետը, այսինքն օպտիմումի կետը, որ չենք կարողանում բանաձևով գտնենք, ասում ենք դե միտեղ յաբախտի սկսենք ու ճիշտ ուղղությամբ փորձենք գնալ հույս ունենալով, որ տեղ կհասնենք։ Հա, հասկացա, այսինքն պրոստը կետում ենք որոշում, տենց ավելի, նո, տենց գտնվում է, իսկ տենց անալիտիկ լուծումը մի քիչ անհնար է դառնում շատ դեպքերում, երևի դրա համար հենց այդ gradient descent-ի միտքն են օգտագործում։ Հա, հա, ոնց որ շատ ուրախ կլինենք կարանանք միանգամից բանձով ստանանք, ու եթե ինչ որ տենց շատ մեծ տվյալներ չի կարանք մեզ թույլ տանք հաշվարկներ անենք, всё, էլ gradient descent բաման 1000 տարի մեզ պետք չի։ Ավտոմատ դրեցիր միանգամից լուծումը ստացար։ Հմ, Իսկ մնացած բոլոր դեպքերում ոնց որ ճարներս ինչ պետքա մի ձև փորձենք կարանանք գտնենք բանանենք, էլի։ հմ, լավ, մերսի շատ։ Ահա, հա, ձեզ մերսի։ Դե դեպքում եկեք անցնենք բանին, եկեք անցնենք գործնականին, իրականում այդպես բավականին թեթև է լինելու իմ պատկերացնելով, հավանաբար այդպես մի 30-40 րոպե կտևի,
Շատ ջանք չենք դնի հենց բուն ճիշտ կոդ գրելու վրա, որտեղ ընդ ասենք երաչափ գրաֆիկների մի քիչ խարխշտիկ կոդեր ա լինելու։ Ինչ որ բաներ ես copy paste եմ անելու։ Մենք միասին ավելի շատ իդեայի վրայով կանցնենք, էլի։ Որպես հիշեցում, թե ինչն էր մեր տնայինը, մեզ պետք էր բան անել։ Ունենք հետևյալ ֆունկցիան sin x cos y գումարած 0.1 x քառակուսի գումարած y քառակուսի։ Այսինքն պարաբոլոիդա իրան ավելացած ինչ որ տենց եռանկյունաչափական ֆունկցիայի արտադրյալ, որ տենց խարխշտիկ տարբեր տեղեր պիկեր ունենանք, հետարքիր լինի։ Հա։ Ու հիմա իրան փորձելու ենք իր օպտիմումն ենք փորձելու գտնենք։ Այդ անելու ենք իտերատիվ մեթոդով ու բան ենք ունենալու։ Կխաղանք կտեսնենք, թե ինչքան ուժեղ կախվածություն ունենք բանից, սկզբնակետից, նաև կխաղանք կտեսնենք, թե բան ինչ կլինի, եթե learning rate-ը, step size-ը տարբեր ձևերով սկզբնական արժեք տանք ու արժեքը փոփոխենք ընթացքում։ Մինչև այդ ժողովուրդ, նախ ըստ ձեզ սրա բանը օպտիմումը ինչը կլինի։ Ամենանվազագույն հնարավոր արժեքը սրա ինչ կլինի ու մեծագույնը ինչ կլինի։ 0-ն մինիմումի կետ չի լինի, 0-0-ն։ Ահա։ Իսկ այլ ճիշտ մի քիչ ռիսկային է, կարող է օրինակ կոսինուս y-ը y քառակուսուց մի քիչ ավելի փոքր լինի, այդտեղ բացասական բան ստանանք, բայց համարյա 0-ն է լինելու օպտիմումի կետ։ Այդ շատ ճիշտ է։ Իսկ ներողություն մինիմումի կետ, իսկ մաքսիմումի կետ։ Ինչ որ հատվածում եք դիտարկում, թե Չէ, ամբողջ։ ընդհանուր, չեմ ուզում հատված ասեմ, որ դուք պատասխանեք, որ այտենց Հա, կետ մեծ է։ Չկա էլի, կա։ անվերջություն չի։ Շատ ճիշտ է։ Ահա, չկա։ Համար մենակ մի հատ տենց գլոբալ օպտիմում կունենանք մենք, ինչը շատ հաճելի է բանի տեսանկյունից, օպտիմիզացիայի տեսանկյունից։ Դա շատ լավ։ Նախ մի երկու հատ գրադարան ներմուծենք, այստեղ numpy պետք կգա, matplotlib-ը հավանաբար պետք կգա, plotly-ից մենք միշտ express-ի հետ ենք աշխատել իրա, բայց կա մի հատ էլ իր ավելի ընդհանուր ճկուն գրադարանի կտոր, որը կոչվում է graph object-ներ, որոնց որպես GO ենք ներմուծում։ Այստեղ այտենց contour plot բանման մի քիչ են հիմնականից որ դուրս ես գալիս, ավելի հարմար է սրանով անելը։ Այդ express-ը հենց ոնց անունը հուշում է, արագի մեջ ինչ որ գրաֆիկների համար է։ Ու մեկ էլ անպայման ինչ անում ենք, միշտ seed fix-ենք, որ մի անգամից մյուս անգամ անցնելուց ինչ որ չափով համապատասխան արդյունքներ ստանանք, էլի, ամեն անգամ չբացենք կոմպը սյուրպրիզ լինի։ Ու մեզ պետք կգա մի հատ ֆունկցիա multimodal, որը ուղղակի այս բանաձևը numpy-ով է։ Ու սրա գրադիենտն է մեզ պետք։ Այս սրա գրադիենտը, այս կտորը ուղղակի 0.2 անգամ 2x կամ 2y, ստեղ բարդ ֆունկցիայի ացենցիալի բանաձև, չնայած այլ ճիշտ բան, ներողություն, բարդ չխափեցի, ուզում ասի ֆունկցիաների արտադրյալի բանաձև, բայց x-y շատ սիրուն առանձնանում են։ Մի խոսքով, այսպես թեթև բանաձև ենք ունենում, կոսինուս x կոսինուս y գումարած 0.2 անգամ x։ Ու կոսինուսի ացանցյալը կոսինուսը չարն էր, ընդեղ սինուս, մինուս սինուս x, սինուս y, 0.2 y։ Այս մեր գրադիենտն է ուղղակի։ Հիմա այս երկուսը ունենալով պետքա գնանք առաջ։ Նախ ժողովուրդ, որպես առաջի քայլ, քանի որ շատ շռայլ իրավիճակում ենք գտնվում, որտեղ ուղղակի եռաչափ տվյալների հետ գործ ունենք, x, y ու ֆունկցիայի արժեք։ Եկեք վիզուալիզացնենք։ Վիզուալիզացնելու համար նախ մեզ պետք է լինելու ստանալ z-ի արժեքները, չէ՞։ Ինչ խորհուրդ կտակ անենք, որ ստանանք այդ արժեքների բազմությունը։ Ինչ որ մի հատ կտորում ու ինչ որ մի ճշտությամբ։ Ամեն ինչ չենք կարող գծենք։ Երևի կետեր վերցնենք, չէ՞, մի քանի հատ։ Ահա։ Ու փորձենք ստանալ z-ի արժեքը։ Ահա։
Ինչ որ մի հատ միջակայք վերցնենք x-ի համար, օրինակ գծորեն -5-ից 5 300 հատ կետ։ Նույնը մի հատ էլ y-ի համար։ Հիմա մեզ պետք է այս XY-ով առաջացող ցանցը, չէ՞, իրենց դեկարծել արտադրյալն է մեզ պետք։ Այդ կարող գրենք ասելով mesh grid։ Սենց որ անենք, մեր մոտ այս մեր x-երն է լինելու, -5-ից մինչև 5 գնալու է, այս մեր y-ներն է լինելու, ահա, ու եթե ուղղակի ասեմ z-ը հավասար է մուլտիմոդալ, այս xy-ը իրար հետ տամ, կստանամ ստեղ արդեն ֆունկցիայի արժեքները։ Այստեղից հետո վիզուալիզացիայի համար կոդը կբերեմ, որտեվ գոյով կոդ է, graphing object-ով։ Այստեղ ասում ենք graphing object-ի figure սարքի, ինչ կարող լինելու, այստեղ մակերևույթն ենք ուզելու նայենք ֆունկցիայի, դրա համար surface plot-ա լինելու, սենց ասած։ X-ը, Y-ը, Z հարժեքները տվեցինք, կարանք ասենք, թե ինչ ձևով ենք ուզում գունավորի, այդ ոչ է, էլի, ինչ գույնից ինչ գույնով ցույց տա։ Թափանցիկություն նշել, ու կարանք նաև նշենք, ասենք, որ խնդրում եմ կոնտուրները ցույց տուր, հենց հենց Z առանցքի հենց ֆունկցիա արժեքների վրա ցույց տու իրանց, ու բան, հենց պրոյեկտի իրանց վրա, այսօր գրենք, ստեղ ասենք figure get show, տեսնում ենք այս մեր այսենց ինչ-որ գրաֆիկն է։ Այս կոնտուր պլոտը ինչ-որ չափով օգնում է պատկերացնել, բայց ասենց գալիս է, տարբեր տեղեր ունի տարբեր օպտիմումներ, հեսա առանձին հենց կոնտուր պլոտը կգծենք իրա level curve-երը։ Բայց հա, տենց մի բան, մեկ էլ կարելի է ստեղ ասել figure get update layout ու իրան տալ վերնագիր, իրան տալ բաների անուններ, առանցքների անուններ ու կարելի է նաև նշել օրինակ կամերան որտեղ դրած լինի, որտեղից ինքը սկզբում նայի հենց։ Ահա, կամերան այստեղից է նայում։ Այսինքն ինչ որ մի հատ ֆունկցիա ունենք։ Այս ներքևից նայելը երևի ավելի հարմար է, որ տեսնենք sense տարբեր բաներ ունի, օպտիմումներ ունի։ Դա ժողովուրդ, եկեք մեկ էլ միանգամից արագ բանը կոնտուր պլոտը գծեմ։ Եկեք մի ցախ կոդը կոպի անեմ։ Այստեղ հաճախ բան գոյում ինչ որ բան արվում է այս graphing object-ով աշխատելուց արվում է այնց որ figure-ը սարքում ենք, հետո իրան ավելացնում ենք այս trace-ը ոնց որ հետքն է, ասենց ասած իրան շերտեր ենք ավելացնում։ Այս figure-ին ավելացնում ենք մի հատ contour plot։ Ասում են graphing object contour x, y, z-ը տվեցինք, color scale-ը ստեղ մի հատ ուրիշ color scale-ի անուն եմ դրել, այս մեկը սենց էս կանաչ դեղնավուն մեջ է, այս մեկը turbo է դնել, այս կարմիր դեղին բանմանով։ Նշում էլ կոնտուրները որտեղից որտեղ ցույց տա, վերնագիր բանման, ու ստեղ էլ միջակայքեր ինչ ցույց տա, տենց ինչ-որ մանր մուներ։ Տեսնում ենք, որ այսենց տեսք ունի։ Այստեղ էս 0-ի մոտերքում, այդքան է 0-ի մոտերքում, չէ լավ, -0.9 ինչ-որ բանոտ ամենափոքր արժեքն է ընդունում, ստեղ երկու հատ ավելի բարձրոտ օպտիմում ունենք, ստեղ էլ տենց ինչ-որ իրար սիմետրիկ էլի բաներ են, բլուրներ են։ Դե հա, ու այս մեր ֆունկցիան է, նույն պետք է իր հետ խաղանք։ Դե լավ, այդ դեպքում գրենք մեր gradient descent-ը։ Մի հատ կասեք ինչեր պետք է ընդունի ինքը որպես մուտք։ Ֆունկցիայի արժեքը, չէ, երևի։ Ֆունկցիայի արժեքը, այսինքն ինչ-որ կոնկրետ կետ է լինելու, թե Ֆունկցիայի ազանցյալի արժեքը։ իսկ կարող է ոչ թե արժեքը, այլ հենց այդ ֆունկցիաները, որ կարողանանք ինչ-որ կետում իրանց։ Հա, տարբեր կետեր հետո տնենք, հա։ Այսինքն մեզ պետք է լինելու ֆունկցիան f-ը։ Ահա։ Նենցա խիստ անհրաժեշտ գուցե նույնիսկ չլինի, բայց f-ն է վերցնենք ու իր գրադիենտը վերցնենք։
Okay, հիմա գիտենք ինչ ֆունկցիա են կածանցում, գիտենք իր գրադիենտը ինչ է։ Ուրիշ ինչ պետք է իմանանք։ Ալֆան, Ալֆան ճիշտ է, learning rate-ը, եկեք գրեմ LR, learning rate որպես։ Ուրիշ։ Ամեն անգամ gradient descent-ը սկսելուց իրան ինչ պետք է տամ։ Պետք է տամ իր learning սկզբնական rate-ը։ արժեք, Մի հատ ինչ որ x0 է մեզ պետք լինելու, առաջին արժեքը մեր։ Այսքանը իրականում ահագին բան է արդեն, բայց ինչ կարանք ավելացնենք, որ իմանանք այնց ստոպ տալը իր ապահովենք։ Որ իմանանք այսքան ժամանակ է աշխատելու օրինակ։ այդ իտերացիաների երևի քանակը, չէ՞։ Կարանք ստեղ ասենք max iter, թող լինի օրինակ 200։ Իսկ ինչ արգումենտ կարանք մի հատ ավելացնենք, եթե հետագայում ուզելու ենք, օրինակ, եթե տենց արդեն progress չի ունենում, stop տանք իրան։ Այդ տոլերանս էր, չէ՞, երևի այդ Շատ տարբերությունը։ ճիշտ է։ Տոլերանսը մեր մոտ, օրինակ, թող լինի 10-ի -6, եթե դրանից փոքր է լինելու ինչ որ մի բանը, կորոշենք թե ինչ է։ Իրան ասենք դե վсё, stop տու։ Okay, հիմա եթե ասենք մեր x-ը, այս մեր x0-ն է, իրան ուղղակի որպես x0-ի կոպիա սարքեմ, հեսա այս x-ը փոփոխելով կգնանք։ Ինչ է լինելու մեր process-ը։ Մեր հիմնական ցիկլը ինչ է լինելու։ Այդ սկսենք մինչև գնանք max իտերացիա, for, չէ՞, երևի տենց։ Կարանք ասենք for t որպես time, թե երբ ենք բան անում, in range max iter, երազանց։ Ահա, հիմա ամեն իտերացիայում X-ին վերագրենք, ահա, x-ին ինչ ենք վերագրելու։ այդ սկզբնական արժեքից հանելու էինք ալֆա անգամ գրադիենտը այդ արժեքում, չէ՞, տենց չէր։ Ահա, գրադիենտն էլ կարանք ստեղ օրինակ մի հատ առանձին փոփոխական ունենք, ասենք գրադը հավասար է ու պետքա գրադիենտ f-ի մեջ դնենք այդ մեր x-ը, չէ՞։ Այսենց ու ասելու ենք, հա, x մինուս learning rate անգամ gradient։ Հայ ջան, բայց ես այստեղ մի հատ հարց ունեմ։ Խնդրեմ։ Իսկ ինչի է copy վրա աշխատում։ Ահա, այս իրականում այտենց շատ բան չէր, ահա որ կարևոր բան չէր որպես այդպեսին։ Ուղղակի մտածում էի, եթե բան այս x0-ի արժեքը ուզենանք միտեղ ունենանք, օրինակի համար վերադարձնենք նաև թե որտեղից ենք սկսել կամ տենց մի բան, կուզեինք որ հանկարծ x0-ն չփոփոխվի ու ընդհանուր առմամբ այն գերապահով մոտեցումը, որ իմանանք այս արժեքը միշտ մնալու է նույնը, նեշտ բան չի լինելու, որ ինչ որտեղ շատ չպլանավորված նույն հիշողության բջիջը երկու փոփոխական իրար հետ կիսեն, մեկը փոխենք, մյուսը փոխվի բանման, շարից փորձանքից հեռու ուղղակի գրեցիք այդ կոպիա, որ այս x-ը իրենից ներկայացնի թազա բջիջ հիշողության մեջ։ Թե չէ հետո x-ը որ փոխենք, x0-ի արժեքը կարող է կորցնենք։ Կարող է պետք չգար մեզ իհարկե, որ ուղղակի սկսեցինք, գնացինք առաջ։ Բայց ճկունություն պահելու համար էլի ուղղակի։ Okay։ Մի հատ էլ հարց տամ էլ, եթե x-ը Ահա, գրեիք խնդրեմ։ հավասար է x0, հետո ուզենայիք տպեիք x0-ն, ինքը փոխած էր լինելու։ Հա, նամփայով 100%-ով վստահ չեմ, բայց եկեք մի հատ փորձենք x0-ն հավասար է np-կետ array, օրինակ 1 2, հետո x-ը հավասար է x0, հետո x-ը հավասար է np-կետ array 3 4, ստեղ պետք է սա լիստի մեջ դնեի, սխալվեցի։ Ու print x0 1-2, չէ, նորմալ է, մաքուր էր ամեն ինչ։ Հա, չէ, ներողություն, որտեղ ստեղ երբ որ սա գրել եմ, ինքը թազա բան է սարքել։ Հիմա պետք է ինչ-որ ձև x-ին փոփոխենք, նենց որ հիշողությունում թազա բջիջ չհատկացվի իրան։ Ահա, հաշտամ մի քիչ հետարքիր է, ամփոփ ոնց կարելի է դա կազմակերպել։ Python-ով օրինակ list-ին էլեմենտ էինք ավելացնում, ինքը մնում էր նույն դիրքում։
append ունենք ինչ որ insert չկա, xget վստահ չեմ ինչ գործողություն կարող եմ հիմա ստեղ անեմ արագի մեջ, որ բան Չէ, explain չէ, պետք չի explain անել fix պետք չի ուղղել want տեսնենք ինչ կառաջարկի 4.5-ը Դե, սա չէի ուզում ընդհանրապես x-ը հավասարով է գրում, հիմա էլի x0-ն առանձին է լինելու x0-ի վրա կարծես հիմա չեմ գտնում ինչով կարամ դեմոնստրացիա անեմ բայց եթե այդ get append-ի նման մի բան ստեղ էլ կիրառելու լինեինք x0-ն կփոխվեր համ okay էր Բայց այ իրոք ոնց որ իմ լոգիկայում միտքը զուտ այդ շարժից փորձանքից հեռու սկզբունքն է որ հաստատ իմանամ ամեն ինչ ապահովա թող բան լինի կոպիայի վրա աշխատանքը արվի Բայց լավ շատ բարի Ոստեղ էլ ինչ կարանք ավելացնենք Եթե ուզում ենք օրինակ ստոպ տալն էլ ապահովում ենք որ եթե արդեն շատ դանդաղ է առաջ գնում Ու այդ դանդաղը եկեք այս անգամ իրականում բանով անենք։ Միշտ արել ենք տենց ինչքանով է լավացել ֆունկցիայի արժեքը կամ ինչքանով է փոփոխվել ֆունկցիայի արժեքը, բայց նաև կարող ենք նայենք, որ եթե այս գրադիենտը 0 է կամ համարյա 0 է, այդ դեպքում ստոպ տանք։ Գրադիենտը 0 ասելս ոնց որ գրադիենտի նորմա 0, չէ՞։ Այդ կարամ ասեմ, գուցե չհիշեք հենց հստակ հրամանը, ինչը նորմալ է, բայց եթե ասենք np get գծային հանր get norm ուստեղ ասենք gradient, այս կլինի իմ գրադիենտի նորմը։ Ու հետո ինչա պետք անեմ, ինչա պետք անենք։ Եթե այդ gradient նորմը փոքր է այդ tolerance-ից, break Այո, կարանք ասենք print stopped after the iterations ու այո, ու break։ Հա, գերազանց։ Ու ինչ ենք ուզելու վերադարձնենք ի վերջո։ Այդ կետը չենք վերադարձնելու, հենց x-ը։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Դե շատ բարի։ Կարելի է գալ, ստեղ ասել Ողջույն ես, ուրիշ կոդ է։ Հա, ճիշտ է։ Կարանք գանք, ստեղ ասենք դե թող լինի օրինակ x 0-ն Եկեք մի հատ նայենք, տեսնենք ինչա կարելի տալ։ Եկեք օրինակ թող սկսի ասենք թող 2 - 2-ից սկսի այստեղ մի տեղից։ 2 - 2 Հիմա ասելու եմ x լավ եկեք x gradient թող լինի այստեղ gradient descent տալիս ենք f-ը f-ի gradient-ը x0-ն տվեցինք ու learning rate-ը պետք է մի բան ֆիքսենք։ Եկեք օրինակ մի հատ փոքր թիվ ֆիքսենք հիմա։ Ինչն է խնդրեմը, դե իհարկե մոռացել եմ որ վայ ֆունկցիայի սանունը f ու բան չի։ Ֆունկցիայի անունները մուլտիմոդալ ու մուլտիմոդալ գրադիենտ է։ Ճիշտ է, ճիշտ է։ Էս էլ մուլտիմոդալ գրադ։ Նայենք ինչ կետի հասավ xgd 1 ու 2.6 մինուս 2 5 ու 7 այսքան մոտավորապես 1 ու 2.6-ը ստերանք մինուս 2.7
Ստերանք, ստե միտեղ ինչ որ բանի է հասել։ Բայց կոդի մակարդակով օքեյ էր։ Ու մեկ էլ կառաջարկեք, ինչ կար, որ հետարքիր լինի, ինչը կարանք նայենք էս։ Տեսանք օքեյ, ինչ կետի հասավ, բա ուրիշ։ Ալֆան փոխեք։ Ահա, iPhone փոխելը հետարքիր կլինի։ Այդ անպայման կանենք հեսա, alpha-ի հետ կխաղանք։ Իսկ եթե ուզում ենք ընդհանուր progress-ը հասկանանք, էլի, տենց ընդհանրապես մինչև ինչ կետ է հասել, ինչքան է նվազել բանման, ինչը պետք է նաև պահենք ֆունկցիայի մեջ ավելացնենք, որ պահվի։ Նայեք, իմանամ ամեն իտարացիային ինչքան լավ ա եղել, արդեն ինչքան լավ կետի եմ հասել։ Չէ, արժեք հա երևի պահեք։ Հա, 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 հա։ Կարանք նաև ֆունկցիայի արժեքները պահենք։ Այսինքն ամեն մի բանում ըստեղ ունենանք օրինակ բան, կարանք որպես փոփոխական ասենք f values օրինակ, դատարկ list լինի, ու ստեղ ամեն անգամ այս f-ի արժեքը ավելացնենք։ Կամ կարանք գիտեք ոնց անենք, կարանք ասենք f values-ը հավասար է սկզբնական արժեք, հետո այս քայլը անելուց հետո նոր արժեքը իրան տանք։ Ու ստեղ կարանք ասենք, որ գիտես ինչ վերադարձրու x-ը ու f-ի արժեքները։ Քանի այս թեմայի վրա ենք, կարանք օրինակ այս գրադիենտի նորմերն էլ ավելացնենք, չէ՞։ Դրանք էլ մոտներս պահենք, նայենք ինչի է հավասար արժեքները։ Գրադիենտ նորմը ասենք, սրան է հավասար։ Նեղություն grad norms։ Ստեղ էլ ասենք grad norms get append այսա, այդ էլ պահենք էլի։ Գրադիենտի նորմերն էլ վերադարձնենք։ Ու քանի անում ենք, եթե մեզ հետագիծն է հետարքիր, մեկ էլ ինչ պետք է անեմ։ Ինչերը պետք է save անեմ, ինչ որ միտեղ ու վերադարձնեմ հետո։ Հարցը մի հատ էլ կկրկնեք, հայր ջան։ Եթե ինձ հետարքիր լինի հետագիծ, այսինքն x-ը ոնց է փոփոխվել, ուր է գնացել բանման, ինչ պետք է պահեմ ու վերադարձնեմ, այնց ինչ որ շատ բան հարց չի, ինչա։ Առանձնրբություն հարց է, էլի։ Հենց այդ X-երը, հա երևի։ Դրանք Հա, հա, տեսնենք հա, ինչ հա։ է։ Հենց ուղղակի x-երը։ Այստեղ կարանք ասենք տրայեկտորիա, trajectory, թող լինի հավասար։ Կարանք գրենք x-ին ուղղակի։ Դարասխալ ունեմ։ Չէ, դա ինչ որ է։ Ու ստեղ ասենք տրայեկտորիաներին էլ ավելացրու x-ը։ Ու ստեղ մեկ էլ ասենք trajectories։ Այս լավ բան ասում են, numpy get array որ սարքեց։ Եկեք ամեն ինչ numpy array որպես վերադարձնենք, էլի։ Numpy array-ների հետ աշխատելը շատ ավելի օպտիմալ է լինելու։ Ու հա։ Հիմա սա որ ունեմ, ստեղ ասեմ օրինակ ռեզուլտատների dictionary-ն մեր, սրան թող հավասար լինի։ Արդեն կարելի է խաղալ նայել տարբեր բաներ, չէ՞, օրինակ կարամ ասեմ բան f values ու նավ փոխեցի։ Ուսած գրաֆիկ գծեմ, տեսնեմ թե ոնց է progress-ը եղել։ Երևում է տենց ստեղ շատ դանդաղ է լավացել, իրականում այդ 0.001-ի տոլերանսը կարող է շատ մեծ էր, գուցե կարելի էր ավելի շուտ իրան ստոպ տալ։ Ու նաև կարա հետարքիր լինի բանը։ Եկեք ստեղ ամեն ինչ պլոտլիով անեմ, էլի ես պլոտլին ավելի շատ եմ սիրում։ Հայ, պլոտլի էքսպրեսը չեմ ներմուծը։ Import plotly get express spx, հիշենք սա տանենք վերև, որտև չի կարելի սենց դնել։
Այսպես նվազել է, այստեղ 0,018-ից մինչև եկել է 0,018.4, համարյա ոչ մի պրոգրես։ Բայց հիշենք, որ մեր ստոպ տալու կրիտերիան ինչի վրա է իրարված, ինչը պետք է գծեմ ստեղ։ Եթե հետարքիր է, թե ոնց է եղել, որ եկել է ստոպ տալուն։ Այդ տոլերանսից չէր գալի այդ ստոպ տալը։ Բայց ինչն ենք համեմատում, որ տոլերանսից փոքր մեծ լինի։ Գրադիենտի նորմն էր։ Նորմը, չէ։ Եկեք մի հատ նորմերը գծենք, տեսնենք իրենք ինչ տեսք ունեն։ Fix տվասենք։ Grad norms հավասարասրան։ Ահա։ Հա, գրադիենտը սկզբում մեծոտեղ է, հետո կտրուկ նվազել է, հետո էլի սենց շատ դանդաղ փոքր արժեքներով գնացել է, մինչև որ չի եկե հասել 10-6-ի, 0,093 ու ստոպ է տվել։ Okay, սա հուշում է, որ իրականում կարելի էր մի քիչ ավելի բան վերցնել։ Ստոպ տալու կրիտերիան կարելի է ավելի փոքր վերցնել։ Բայց լավ, ամեն դեպքում։ Okay, հիմա կարանք գանք նայենք օրինակ բանը։ Կարելի է կոդ ավելի, լավ, չէ, լավ, տրայեկտորիաները հետո կնայենք, երբ որ մի քանի տարբեր ֆունկցիա ունենք, այդ ժամանակ հետաքրքիր կլինի։ Եկեք նայենք տեսնենք ինչ տեղի կունենա, եթե վերցնեմ բան։ Շատ մեծ learning rate օրինակ, չէ՞, այդ հետաքրքիր բանը։ Սրան տանենք, ստեղ դնենք։ Մաքուր կոդ։ Օպ։ Այստեղ եկեք օրինակ ասեմ learning rate options ու նայենք ասենք 0.001, մի հատ մեծ թիվ որպես Թող լինի 0.101, 5, 2, 10։ Չէ, լավ, դուրս չեկա, որ այսքան շատ տարբերակ ունենք։ Եկեք 3 հատ տարբերակ թվենք, մի հատ մեծ, մի հատ նորմալ, մի հատ շատ մեծ։ 30 թող լինի։ Մասա ուղղակի ցիկլով կաշխատացնեմ բոլոր հնարավոր տարբերակների համար։ Ու օրինակ ասենք res for different colors, թող լինի դատարկ list, ստեղ իրանց save անենք։ Մենակ մի դեպքում 130-ի տարածա հետո stop տվեց։ Հիմա եթե օրինակ ուզենամ այս գրաֆիկը նայեմ բանի համար, կարելի է ստեղ ասել res dict-ը հավասար է այսենց ու ինչ-որ կոնկրետ learning rate-ի համար ցույց տամ։ Ժողովուրդ, եթե ինչ-որ բան շատ արագ անեմ, ասեք էլի անպայման։ Մենք սրան գծենք։ Լավ, եկեք տարբեր բաների վրա։ Մի դեպքում f-ի արժեքները ներողություն, սա 0.1-ն էր, սա հետաքրքիր չէր, սա արդեն նայել էինք։ Այս է։ Շատ փոքրը նայենք։ Նվազելով եկել է, եկե հասել է 0.4-ի։ Գրադիենտն է, որ նայենք, նայեք, ահագին մեծ արժեք է։ Մեծ գրադիենտի արժեք նշանա նրա, որ հələ process-ը գնում է, ամեն ինչ եռում է, իսկ մենք եկել ենք ասել ենք stop տու։ Այս լավ չի, այս հեչ լավ չի։ Դրանք շատ մեծ learning rate-ը ինչի է բերում։ Դա հիմա learning rate-ը լինի Այդջան, 30։ այսինքն այդ փոքրի դեպքում ինքը կանգնեց այդ իտերացիաների սահմանափակության պատճառով, հա։ Հա, գերազանց, որտեվ ասել էինք 200 իտերացիա ունես ուղղակի։ Հա, փոքրի ժամանակ դրա համար է կանգնում, մեծի ժամանակ էլ երևի լավ փորձեք տեսնենք նա։ Այ մեծի ժամանակ դա իրականում այս մեկը մի քիչ սպոյլեր է անում, որ շուտ չի կանգնե։ Բայց մեծի ժամանակ հեսա ինձ մոտ տանալու ենք, թե ինչ գմփացած թվեր է լինելու։ Խնդրում եմ ուշադրությունը հրավիրել այս y առանցքին 10279 աստիճան։ Նայեք, ստե ինչ փոճուր թվեր է 10-ի 152, 154, հետո նոր այստեղ ինչ որ ես վերջի քայլերին եկել թռել է ահավոր ձևի։ Հա, այս ֆունկցիայի արժեքն է։
Այսինքն նայեք, սկսել է փոքր թվերից 0.4, 45, տտտտտտ։ Մի հատ եթե բացեմ այսա, ըստ ձեզ ստեղ ինչ է տեղ ունեցել, օրինակ այս կետից սկսել ենք։ Կասեք, օրինակ մատով փորձեք ցույց տալ մկնիկով, թե ըստ ձեզ ինչ է տեղի ունեցել։ Ինձ թվում է ինքը այդ գրադիենտի ուղղությամբ է գնացել, բայց մեծ քայլով է գնացել։ Այո, այո, շատ շատ Դուրս է ճիշտ է։ եկել այդ բանի տարածքից էլ այդ կլորի Ահա, ենթադրում։ շատ ճիշտ է։ Ստեղ եկել ենք այս կոնտուրի գծին ուղղայացով այս ուղղությունը բռնել է ու ոչ թե այս սենց է արել, այլ այս սենց է արել։ Գնացել է հասել է եսին որտեղ գրադիենտ օրինակ ցույց է տվել ստեղ, ըստեղ էլ արդեն մեծ արժեքն է, չէ՞, ֆունկցիան սկսել է գրադիենտը էլ ավելի մեծ ա եղել։ Այդ էլ ավելի մեծ բանը բազմապատկել ենք շատ մեծ թվով, եկել թռել է այստեղ եսի մուր, դուք չեք տեսնում, էկրանից դուրս եմ արդեն կետը ցույց տալիս։ Ու տենց գմփացել է ուղակի, մի այլ կարգի գմփացել է։ Էսա նայեք գրադիենտի նորմա, նույնն էլ գրադիենտի նորմա։ Նայեք ինչքան արագ բարձրանալով գնում է։ Այստեղ 10-ի աշճաներով է էլի այս ամեն ինչի աճը գնում։ Ահա։ Ու հետարքիր կլինի տրայեկտորիաները նայել։ Please plot that trajectories։ Տեսնենք ինչ ճանապարհով են անցել էլի բոլորը։ Ահա։ Սկզբում սովորական կոնտուրն է մեր մոտ գծում, հետո ամեն մի գույնի համար տրայեկտորիան վերցնում է ու scatter plot է սարքում։ Այսինքն այդ x-y կետերն է ուղղակի նշում իր վրա։ Ու հա, ու գծիկներով իրար միացնում է ամեն ինչ ու տենց մի հատ կետիկով նշում է թե հենց ինչ արժեք ուներ։ Այս էլ սկզբնակետն է ուղղակի նշում։ Ու եթե նայենք, հա, տնաշենը ոնց է սա խանգարում։ Մի քիչ եկեք ասենք թող այս գույների բանը ցույց չտա, հասկացանք, կապույտ ցուրտը վատ է, շոքը, ցուրտը լավ է, կարմիրը վատ է։ Don't display the color bar, որ հանգիստ կարողանանք անջատենք միացնենք, էլի։ Show scale հավասար է false։ Նայենք, սրան անջատեցինք, ինչ է տեղի ունեցել այս բանի հետ։ Փոքր learning rate-ով։ Սկսած ստեղից։ Ու տեսեք չենք տանում ինչ է կատարվում, պետքա zoom լինեմ։ Օպ, հələ այս պստիկին նայեք ոնց է ծիպուկ։ Վայ։ Այս դանդաղ սիրուն գնացել է։ Այս մեր ավելի բարձր learning rate-ը, and love learning rate-ը։ Էլի նույն կետից դա սկսել է, բայց արդեն շատ ավելի զգալի լավ գնացել է։ Այստեղ մի հատ բան ասեմ ժողովուրդ, որ չշփոթվելու համար։ Կարող է թվա, որ սենց սիրուն անկյունագծով գնում է, բայց եթե ուշադրություն դարձնենք առանցքին, սա 1-ից 2 է փոխվում, այսինքն 1 ու 2 է սա երկարությունը։ Սա -3-ից մոտավոր -2, այսինքն 5։ Դա համար սա սենց մեզ գուցե ուղիղ անկյունագծի նման թվա, բայց իրականում առանցքների արժեքներին պետք է ուշադրություն դարձնել։ Ուղղակի պլոտլին միանգամից սիրուն հարմար ձևով է ցույց տալիս, էլի։ Ու իրականում սենց գծելը մեզ նաև եկեք մեկ էլ այս վերջինին ցույց տանք, սկսել է դա նույն կետից, հետո ստեղից առաջի քայլով նայեք, այս ուղղությունը ֆիքսել է, ճիշտ գնացել է, բայց ահավոր շատ է թռել, հետո այդ եսին որտեղից թռել է այն կողմ ու սենց զիգզագով թռնելով, տարամիտելով գնացել է այս մեր խեղճը։ Նորմալ էր ամեն ինչ տեղ ժողովուրդ։ Այո, բայց ես մի հատ էլ հարց ունեմ։ Խնդրեմ։
Նախորդ գրաֆիկը կբացեք մի քիչ վերև, որ չէ, բարձրացեք վերև։ Գնացինք ժմ 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 ժմ, այսա։ Այստեղ 200-ից հետո ինքը բարձրանում է։ Ის ինչ էր եղել այստեղ։ Նայեք, սա գծով գալիս է ուղիղ, հետո Այս բարձրանում է։ կտրուկ Ինչ թռնելը, է։ չէ։ Հա, 136-ից թռնում է 10 անգամ է մեծանում, հետո մի հատ էլ է 10 անգամ մեծանում, հետո հաջորդով էլի է 10 անգամ մեծանում, 10-ի 139, 10-ի 137։ Իրականում ինձ թվում է բանից է, ուղղակի բացարձակ արժեքները, որ նայում եմ, 10-ի 139, 10-ի 138, 10-ի 137, ամեն մեկը ստաբիլ մոտ 10 անգամով է մեծացել, էլի։ Ուղղակի այդ 10 անգամ, 10 անգամ, 10 անգամա որ գնացել է, ինքը ստեղ մեծագույնից փոքրագույնն է մինչև ցույց տալիս։ Դրա համար ստեղ ինքը տենց ահավոր մեծ թռիչք է որպես երևում, որովհետև 138-ից 10-ի 138-ից 10-ի 139-ը այդ խայտառակ անգամ ավելի շատ է, քան 10-ի 137-ից 10-ի 138-ը։ հմ, Այդ դրա համար ուղղակի, իսկ ըստ էության ինձ թվում է ստաբիլոտ գնում է պրոգրեսը, ստաբիլ 10 անգամ մեծանում է միջինում, էլի։ Ուղղակի դա եթե պետքա ճզմի իրան ինչ որ մի հատ առանցքի վրա, այդ վերջին 10 անգամը շատ ավելի ազդեցիկ է երևում, էլի։ հա, Այդ լավ, կարանք մի հատ, մերսի։ հա, Հմ, ձեզ մերսի, հա, այդ ասեք։ իրականում հետարքիր հարցեր։ Կարանք մի հատ, եթե լոգի գրեք, ասենք, լոգարիթմական ցույց տու y-ը, այք արդեն ուղիղ գիծ է, զուտ ուղիղ գիծ։ Ում վախենալու y առանցք։ Նորմալ է այստեղ ամեն ինչ։ Եկեք այստեղ լոգը ավելացնենք։ Շատ բարի։ Մեկ է մի բան, որ հետարքիր կլինի, իսկ ինչ եթե օրինակ այս 2-2-ի փոխարեն սկսեի, ասենք մի հատով վերև գնայի, 3-2-ից սկսեի։ Եկեք ուղղակի սկզբնակետը փոխեմ։ 3-2։ Հոպ, 150 իտարացիա պահանջեց այս մեկին։ Լավ, ստեղ էլի գնաց այս նույնին, դեպի այս նույնը զուգամիտեց այս դեպքում։ Եկեք -2-ն է սարքեմ -1։ Այն դեպքում հետարքիրավոր կգնա։ Այս սրա մի քիչ ավելի լավ դեմոնստրացիա վերջում ցույց կտամ, ավելի տենց հարմար ընտրած թվերով, ստեղ ոտի վրա է։ Բայց մի հատ -1-ից սկսի գնա։ Հոպ, նենցա տենց ահավոր շատ չէր տարբեր թե որտեղից սկսեցինք, բայց գնացինք արդեն ուրիշ մինիմում։ Հիմա այս -1-ը եթե փոխեմ տեղը ներողություն, 3-ը եթե փոխեմ տեղը գրեմ, ասենք 2.5, կգա կընկնի սրա մեջ։ Կարանք էդ էլ տեսնենք։ Բայց լավ է, դրանք հետո ավելի լավ կնայենք։ Բայց հա, կամ խե, հետո եկեք մի հատ ուրիշ բջիջով բացածի վրա ցույց տամ, թե ոնց 4 տարբեր կետ բերելա ահավոր 4, ահա ոչ թե ահավոր 4, այլ 4 ահավոր տարբեր կետերի, ասենք 3-3, -3-3, 3-3, -3-3, 1.5, 4, մի խոսքով։ Այսպես մի քանի հատ տարբեր թիվ, ամեն մեկը մի քիչ ուրիշ ռեգիոնից սկսեցիր, լրիվ ուրիշ տեղ է զուգամիտը։ Մենակ այս կտորն է, որ երկուսն էլ գալիս ձգվում են դեպի սրան։ Իր այդ գրավիտացիոն ձգող բանը այս է։ Նա խառը խշտիկ, որտեվ դա մուլտիմոդալ ֆունկցիա է։ Գրադիենտն է ժլատը։ Ինքը իր համար գլորվելով գնում է։ Հիմա ուր գլորվեց, ստոպ տվեց, իրան ինչ։ Okay, էր ամեն ինչ։ Ստակ շորտ, մի հատ լավ մտածեք։ Դե լավ։ Իսկ ինչ կարանք անենք բանի հետ կապված։ Սխալ բջիջ եմ ցույց տալիս ես դեռ։ Սխալ ֆայլ եմ ցույց տալիս։ Իսկ ինչ կարանք անենք կապված այս ալֆայի ստաբիլ լինելու հետ։ Մենք ունենք միտք, որ կարանք տարբեր ալֆաներ փորձենք, չէ՞։ Ժամանակի հետ ալֆան փոփոխենք։ Կասեք այդ ինչի համար, իդեան որն է դրա։ Որ ճիշտ գրադիենտ են գնանք։
ու ոչ դանդաղ, ոչ արագ։ Ահա, բայց օրինակ, ոչ դանդաղ, ոչ արագ։ Չէ, մի վարքան կարող է ուրիշ բանի մասն ենք խոսում, այդ կարող է բանի մասին էիք, այդ Ալֆայի, որ խոսում ենք ոնց ընտրենք ալֆան, որ տենց իդեալական ալֆա չլինի, բայց բավարար լավը լինի։ չէ, այդ ալֆան ոնց ոչ թե ոնց ընտրել է, ես ասում, այլ որ շատ փոքր վերցնեք, այտենց շատ դանդաղ է գնում, որ շատ մեծ վերցնեք, ինքը շատ է տատանում տալի, դրա համար չենք ալֆայի օպտիմալ արժեք փորձում ընտրել։ Հա, 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 այդ շատ ճիշտ է։ Ես ինկատնեի, որ այստեղ ալֆան ընտրեցինք, ամեն մի իտերացիայում այդ նույն ալֆա անգամ գրադիենտով ենք շարժում, չէ՞, այսինքն ալֆան չենք փոխում։ Հա, Բայց մենք հմհ, նախորդ դասի լեկցիան եք երևի ուզում ահա, ասել, հա, ահա, 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 ոնց ամեն քայլին ալֆան փոխել։ կամ ինչի համար։ Մի հատ ինչի համար է հիշենք։ Խի կոնստանտ ալֆա չունենանք, էլի։ Դե տարբեր իտերացիաների ընթացքում գրադիենտը փոխվում է, չէ՞ երևի։ Այդ գրադիենտի Փոխվում է, ահա։ փոխվելը, եթե նույն ալֆան ոնց որ մի քիչ մեծ ընտրես, կարող է ավելի լավ կլինի, քան որ այդ նույն փոքր ալֆայի դեպքում գնա, որովհետև գրադիենտն է փոխվում, այդ ոնց որ այդ երկուսի արտադրյալը ավելի համահունչ լինի, քան նախորդ քայլում էր։ Ես տենց եմ պատկերացնում։ Հա, բավականին ճիշտ է։ Այսինքն ը, տարբեր քայլերում, ոնց որ այս gradient descent-ը իր կյանքի տարբեր փուլերում տարբեր տեսակի բան է ուզում, տարբեր տեսակի խնդիր է ուզում լուծի։ Որ նոր է սկսել, տենց ուզում է տենց լավ արագ վռած շարժվի գնա ինչ որ մի տեղ, տենց արյունը մեջը երռում է, վռած գնում գալիս է, տենց մեծ ալֆայի պիտանի քայլեր է անում, էլի։ Բայց որ արդեն մի քիչ հասունանում է, մեծանում է, արդեն գայս այն պահը, որ պետքա ճիշտ որոշումներ կայացնի, որ նուրբ հարցերա չի կարող ուղղակի թռվռա այս կողմ են կողմ։ Պետքա արդեն ճշգրիտ լավ ուղղությամբ դանդաղ ստաբիլ քայլերով գնա, այդտեղ էլ արդեն իր փոքր ալֆա ունենալու տարիքն է գալիս, sense ասած։ Ու երբ որ մենք իրան կոնստանտ ալֆա ենք տալիս, շատ փոքր ընտրենք, սկզբում երբ որ արյունը մեջը երռում է, շատ դանդաղ կգնա, ինչին է պետք։ Շատ մեծ ընտրենք, սկզբում լավ կգնա, բայց երբեք խելքը գլուխը չի հավաքի մի պահ շունչ քաշի, սկսի ավելի նուրբ լավ մտածած որոշումներ կայացնի, թե ինչքանով շարժվի։ Դրա համար իրան մեծ արժեքից թողել մեծ արժեքից սկսի, հետո իջացնել դեպի փոքր արժեք, կարող լինի շատ խելքին մոտ ու օպտիմալ ստրատեգիա։ Ու այդ մեր learning rate decay-ի գաղափարն էր։ Ինչ մոտեցումներ կար, թե ոնց կարող ենք այդ learning rate decay-ը անենք, այսինքն կախված իտերացիայից ալֆան ոնց տեղադրենք։ Այդ Վոլֆի մեթոդը չէր, պայմաններ կամ Այ, մեթոդներ։ չէ, Wolf-ը այդ այն էր, որ բան։ Եթե ուզում ենք ամեն մի քայլին, հենց այդ քայլին գտնենք լավագույն ալֆան։ Այստեղ ոչ թե լավագույն ալֆան, այլ երկու պայմանի բավարարող ալֆան, որ շատ մեծ չի, շատ փոքր չի ու բավարար նվազեցնում է ֆունկցիան։ Այստեղ մենք էլի ֆիքսած է մեր մոտ ամեն ինչ դնում, մենք պայմանի ստուգում չենք անել։ Մենք իրան ուղղակի գրաֆիկ ենք տալու, սենց ասած, էլի։ Մի հատ բանձև եթե օրինակ ասեմ, մի տարբերակ լինելու է այդ schedule ենք տալու, գրաֆիկ։ Ասելու ենք առաջի 10 իտերացիան ալֆան թող լինի քո մոտ 10, հաջորդ 10 իտերացիան ալֆան 5, հետո 2.5, հետո 0.1 օրինակ։ Այդտենց գրաֆիկ ենք իրան տալիս, այդտենց պիծի լետ կան տալիս ենք, պետքա պահի gradient descent-ը ուղղակի։ Այսինքն ստաբիլ ֆիքսած է։ Ուղղակի ինչ որ ֆունկցիայով որոշվելու է, թե ինչ լինի learning rate-ը։ Կախված սկզբնական ալֆայից ու բանով, իտերացիայի համարից։ Ու ասենք, եթե այս իմ ասածը եթե նշենք, հազա բջիջ եմ ուզում, չի սարքում։ Չէ սարքում, ձեռով կսարքենք։ Օպ, կար լինի ասենք def LoRa schedule
steps կներեք ունենա ասենք lore initial կամ չէ լավ, այս մեկը իրականում ուղղակի բան է անելու, ստանալու է տան ու ասենց մի բան։ Եթե մինչև առաջի 50-ը 0.1-ով շարժվի, հետո 10 անգամ ավելի փոքրով, հետո էլ ավելի փոքրով։ Այսինքն մի հատ ինչ-որ պլան կարանք ունենանք, չէ՞։ Ինչ ավելի հետաքրքիր մոտեցումներ կային նվազացնելու, կհիշեք։ Այո, բայց ես ստեղ էլ մի հատ հարց տամ։ Այդ ոնց որոշվեց 50-ը 100, ուզում հասկանամ, կարող է 50-ից չի լավը, 55-ից է ենթադրենք ավելի լավ անցնել 0.01-ին։ Ոնց Համաձայն եմ։ որոշեցիք։ Այստեղ իրականում պրոստը կտցրեցի, ընդունեցի ինչ առաջարկեց կոդ, որովհետև շատ էական չէր հենց ինչ կդնենք, բայց ոնց կանեինք իրական կյանքում, իմ մոտեցումը կլիներ բան, կախված նրանից թե ինչքան բան է, ֆունկցիան ինչքան երկար է տևում աշխատացնելը, ու օրինակ եթե պետքա դնեմ 10 անգամ աշխատի ու այդ վաղը ստանամ դրա արդյունքը, մի հատ ինչ որ ալֆա որ ընտրած ունեմ, կդնեի ասենք հենց 10 անգամ աշխատի, հետո արդյունքը կնայի, հետագիծը կնայի բանան, ըստ դրա կորոշեի հաջորդը ինչ լինի։ Այսինքն երևի սկզբում ըստեղ իրականում նաև բավականին բարդ է, որովհետև նեսա պատկերացում չունենք էլի, քանի իտերացիա է մեր մոտ ամեն ինչ աշխատելու, ըստեղ ահագին շատ ուղղակի տենց ճմկտել բզբզալ բանանի վրա է լինելու։ Ինչ որ բնական խելքին մոտոտ մոտեցում երևի վերցնել, էլի, այսինքն բաժանենք 3 մասի, սկիզբ, արանք, վերջ, ու եթե պլանավորել ենք, որ մեզ կարանք թույլ տանք 300 իտերացիա աշխատացնենք, առաջի 100 իտերացիան թող թափով գնա, երկրորդ 100-ը մի քիչ ավելի փոքր վերցնենք, ու գուցե արդեն օրինակ այդ երրորդ 100-ը մի քիչ ավելի զգուշ լինենք, այլ ավելի փոքր մասնատենք, ասենք վերջի 10 իտերացիան սենց, այդ դրանից առաջ նախորդ 20 իտերացիան սենց, ահագին բզբզալով ուղղակի, էլի, ահագին բզբզալով ու զգալով, ինչ որ տենց բութմատի օրենքի նման բան առնվազն ես չգիտեմ, էլի, ոնց է կարելի կազմակերպել, եթե ուզում ենք հենց այս մոտեցումով գնանք, էլի։ Հիմնականում նաև ոնց որ շատ չգիտեմ բութմատի օրենք, որովհետև շատ չեմ էլ տեսել կիրառվի կամ հենց ես կիրառեմ, որ իմանայի։ Հիմնականում տենց մի քիչ հետո որ կխոսանք, այտենց մոտեցումներ ենք կիրառում, բայց ամեն դեպքում տենց մոտավոր տենց մի բան, օքեյ էր։ Մի հատ կարենք ասենք ուղղակի առաջինը այսքան, հետո այսքան, մի հատ էքսպոնենցիալ, մի հատ ալֆա 0 սկզբնական արժեք, հետո բաժանենք y-ի մինուս լամդա ու իտերացիայի թվին, լամդան մեր մոտ ինչ որ հիպերպարամետր կներ, ինչքան մեծ, այդքան ավելի վռազի իրան կնվազացնեինք։ Կարենք բաժանենք ուղղակի ինչ որ գնալով 1/3, 1/4, 1/5, 6/7, տենց գնալով մի հատ ավելի մեծացնենք հայտարարը, կամ այս թիթիզները կոսինուս մոսինուսով, որոնք շատ լավն են, կամ ստեղ նաև կա warm-up, որ սկզբում մեծացնում ենք, հետո նվազեցնելով գնում։ Այնց է, եկեք օրինակ այս schedule exponential-ով փորձենք։ Կամ եկեք սրանով փորձենք, սա ավելի հեշտ կլինի նայել։ Կասեք ոնց պետքա կոդս փոխեմ, որ կարանամ արդեն այս schedule-ի պահը մեջ մտցնեմ։ Ստեղ ես տվել էի constant learning rate, հիմա դրա փոխարեն ինչ պետքա տամ։ Որպես հիշեցում, մեկ է կարամ ասեմ, որ մեր մոտ Python-ում ֆունկցիաները առաջի դասի քաղաքացիներ են կոչվում։ Հենց այդ ֆունկցիան տանք։ Ֆունկցիան տանք, չէ՞, հենց։ Ֆունկցիան կարա ֆունկցիան ընդունի ներսում։ Այստեղ կարանք ասենք իրան ուղղակի lore schedule, ու հետո արդեն ինչ-որ մի բան կտանք իրան։ Հիմա մեր learning rate-ը ստանալու համար ինչ պետք է հաշվեմ։ Այդ lore-ը չեմ գրի, lore schedule-ն է ֆունկցիա է, պետք է ֆունկցիային արգումենտ տամ, արժեք վերցնեմ, որ արգումենտն եմ տալու։ Հենց այդ lure schedule, չէ՞։ Ու ինչ որ արժեք դրան։ Իտերացիաների թիվը։ Այո, այո, այո։ Այսպես։ Ու հիմա օրինակ, եթե ուզենամ վերարտադրեմ մեր նախորդ տարբերակը, ինձ պետք է լինելու բան, չէ՞։ df def
lr schedule constant, որ ուղղակի կվերադառնի մեր նույն են ֆիքսած բանն էլի, որը որ դրել էինք։ Ստեղ մեր մոտ հա, պետք է որոշենք թե ֆիքսածին չենք ուզում վերադառնանք, լավ, թող լինի 001, որտեղ դրանով ենք էքսպերիմենտը արել։ Հիմա ստեղ էս lr-ն հավասարայի փոխարեն, լավ, էս կոդը արդեն մի քիչ ոչ ակտուալ է դառնում։ Թող ստեղ մեր մոտ գա բան։ Կամ լավ, եկեք սրան ասեմ զուտ դու եղի 0.1, որ մինիմալ փոփոխություն լինի։ Ստեղ սրան հետ բերեմ 0.1-ի, որտեղ սխալ է հիշում, որ 0.1-ով էր։ Հիմա ասելու եմ gradient descent, multimodal տտտ, lr-ի փոխարեն ասելու եմ արդեն իմ արգումենտն է lr schedule-ը հավասար է ոնց էր անունը lr decay schedule այսինքն ու հիմա կստանամ նույն բանը, որտեղ կոդի տեսանք ինձ փոփոխություն չեմ ունեցել։ Չէ, մի քիչ փոխվեց։ Թե սենց էր։ Վայ ներողություն, ստեղ իրականում գրաֆիկի մեջ ոնց որ թե հենց 0.1-ը թե փորձել էինք։ Մի քիչ աչքիս է թվում, թե մի քիչ ուրիշ էր։ Այսա պետք է լրիվ նույնը լինի, որտեղ նույն բանն ենք։ Վայ ներողություն, սկզբնակետն էինք փոխել։ Այն ժամանակ որ նայում էինք գրաֆիկը ուրիշ կետից էր սկսում։ 130 իտերացիա։ Հիմա լրիվ հետեկանք նույն դեպքին։ Ուրիշ schedule ուզեմ, ստեղ կասեմ lr ու օրինակ բան, schedule exponential։ Սրան որ աշխատացնենք նայենք սրա progress-ը։ Այս մեկը, հələ մի հատ գրադիենտները նայենք իրա, տեսնենք։ Հա, գրադիենտը հələ այնքան շատ չի փոքրացել։ Հələ process-ը գնում էր, բայց stop ենք տվել իրան։ Այս թվում է նշան բանի, որ երևի մի քիչ փոքր էր learning rate-ը։ Կանենք մի քիչ ճիշտ երևի decay-ը շատ արագ է փոքրացրել իրան։ Decay-ը այնքան է փոքրացրել, չի հասցրել լրիվ մինչև վերզուգամիտին, հենց ոնց լավ կլիներ։ Բայց հա, այսա մի հատ ուրիշ պատրաստի կոդում կբացեմ մի քանի հատ decay-ի օրինակներ միասին նայենք, ուղղակի այս երկչափի վրա բավականին դժվար է։ Իմ մոտ չի ստացվել հարմար ցույց տալ բանը։ Այդ learning rate decay-ի կարևորությունը թե ոնց է փրկում։ Գուցե եթե ugly-ի ֆունկցիան փորձեի միջելած, այն ugly-ն բանն էր։ Այսինքն շմ, այսինքն որ գնում էր։ Գուցե դրա վրա ինչ որ լավ երևար, այդ կարակ որպես եթե կուզեք բզբզակ, բայց եթե նայենք ստեղ տարբեր learning rate schedule-ները ինչեր են մեզ տալիս, այստեղ այս երկու կոդն էլ բանում կլինի ժողովուրդ, անուն ինչա։ GitHub-ում կլինի այս երկու կոդն էլ։ Այստեղ ունենալու ենք learning rate-երի schedule-ներից constant, որ ուղղակի վերադառնում է նույն բանը։ Այս մեկը սարքածա որպես ֆունկցիա է վերադառնում, որը իր մեջ ֆունկցիա է, մի քիչ այդքան է հաճելի ձև չի։ Գուցե մի քիչ ավելորդ է։ Բայց հա, նույն մեր exponential decay-ը, նույն ալֆան բաժանենք 1 գումարած ու գնալով հերթով մի հատ թվով գնաց բանանենք, իջացնենք ու մեր կոսինուսը։ Սրանք սրա վրա որ աշխատացնենք։ Արի։ Այսը գրադիենտի նորմերն է տարբեր ճանապարհներով գնալու դեպքում։ Այդ դեղին օրինակ տեսեք հետարքի է, սկզբում սենց է գնաց, հետո լրիվ ծրվել է, նենց է գնացել։ Համար դեղինի մոտ տեսնում ենք նվազում է գրադիենտի նորմ, հետո սկսում է աճել, այս սկսեց աճ մտնել, որ սկսեց աճ մտնել, պարզվեց այդտեղ ավելի սուր է գնում։ Նույնն էլ կապույտը։ Կապույտին չենք տեսնում, որտեղ դեղինի վրայից է։ Հանեք, հոպ դեղինի վրայից էր։ Դա գուցե հետարքրոտ բան լինի։ Բայց մենք հետ նայենք մի քանի հատ տարբեր ասել տարբեր learning rate-երը ինչքան ավելի փոքր է, այնքան դանդաղ է նվազում, բայց եթե
շատ եթե շատ ինչքան մեծ է այդքան արագ է, բայց շատ մեծն էլ կարող է շատ վատ լինի։ Learning rate scheduling-ով էլ բոլորն էլ նույն կետն են գտել ստեղ մեր մոտ երկու տարբեր բաներից սկսելուց։ Ու իրականում ինձ թվում է դժվարոտ կլինի շատ զգալ տարբերությունը, որովհետև այնպես դեպք չի, որ իրոք տարբերություն զգանք մեջը։ Բայց այս մեր կոնստանտը այսպես է գնացել, այս մեր կոսինուսովը, նայեք հետարքիր է կոսինուսով։ Փոքրոտ է եղել, հետո ստեղ մի պա շեղվել է մի քիչ բանից, որովհետև ու սենց նայեք ոնց որ սենց ստաբիլոտ չի։ Մի քիչ մի պա գնում է մի քիչ ավելի շատ աճով, մի պա ավելի շատ ձախով, այս երկու կետերի միջև հեռավորությունները գնալով ավելի մեծ են դառնում, էլի։ Որովհետև կոսինուսը մեծացել է, փոքրացել է։ Բայց փոխարենը էքսպոնենցիալը օրինակ, հա, ստեղ մոտավորապես նույն ձև եկել է, հետո այս վերջի կտորում ընդհանրաբար ավելի զգուշ նուրբ է լինելու, բայց հա այդ էլ շատ չի զգացվում։ Այս լավ, չգիտեմ, նորմալ էր։ Այս ուրիշ կետից սկսելուց գոնե մի քիչ այս ֆռալու տեղի վրա եզրագծերը մի քիչ իրարից տարբերվում են։ Այս հա, այս սրանց փորձեցինք։ Մեկ էլ վերջի բանը, որ կարետարկին, այդ դե լոսն է, սխալանքը։ Ու սխալանքը տեսնում ենք, որ այս step size-ի դեպքում, ներողություն, կոնստանտի դեպքում ավելի դանդաղ է նվազել։ Երևում է ստեղ ավելի լավ բան տալը, նվազացնելը բերել է ավելի լավ քայլերի։ Կախված, չէ, երկու սկզնակետից սկսելուց էլ գայս է, բայց դա սա մի քիչ շատ խաղալիք օրինակ է, էլի մի քիչ սրտովս չի։ Հայ ջան, ուզում եի հարցնել մյուս դասը ոնց որ թե շաբաթ չի լինելու, չէ՞։ Հա, այս շաբաթ կիրակի չեմ կարա ես։ Երկու շաբթի կկպնենք ու արդեն կնայենք ամենահզոր, լավ, եկեք սենց ասեմ, եթե gradient descent-ին պետք է ինչ-որ մի հատ գաղափար ավելացնենք, օրինակի համար այդ գաղափարը կարող լինի բանը, learning rate-ը փոփոխելը։ Բայց մի խոսքով, gradient descent-ին եթե մի հատ բան ենք ուզում պլյուս անենք ու շատ լավ արդյունքները լավանան, այդ գաղափարն է մոմենտումը, հիշողությունը։ Հիմիկվա որոշումս կախված է նախորդ քայլերի գրադիենտներիցս, թե այս անգամ ինչ ուղղությամբ կգնամ։ Այ կնայենք դա ինչի է բերում ու միանգամից այդ դրա հիմքով աշխատող ալգորիթմներ կսովորենք։ Օհա, այդքանը։ Հաջորդ դասին արդեն ոչ խաղալիք ալգորիթմներ է լինելու։ Հաջորդ դասին Ադամ, Մադամ, RMS prop լինելու են հենց կոնկրետ լուրջ բաներ, որոնք որ ամեն օր օգտագործվում են։